Այսօր ազգային ժողովը երկրորդ ընթերցման ընդունեց օրենքի նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Օրենքի նախագծի հեղինակներն են ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Հատկանշական է, որ օրենքի նախագծի ընդունմանը դեմ քվեարկեցին Հայաստան Դաշինքի պատգամավորները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի կարծիքով սա խորհրդարանական ընդդիմության ոչ միայն հերթական անտրամաբանական քայլն էր, այլև անարգանք իրենց գործընկերոջ նկատմամբ, որը 44-օրյա պատերազմի օրերին զավակ է կորցրել։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընդդիմադիրները ամեն պատե ու անպատե առիթները բաց չեն թողնում շահարկելու պատերազմի թեման։ Իսկ այսօր երբ պիտի փոքրիկ դրական առումով ժեստ աներ, այսօր շատ տգեղ պահեցին իրենց, ելի եմ կրկնում, իդեմս այն գործընկերոջ իրենց, ով կորցրել է որդի եւ ով հենց անձամբ նախագիծը ներկայացրել էր համատեղությամբ։ Ազարյանը խոսելով ընդդիմության քայլերի մասին անդրադարձ կատարեց նաև Սամվել Կարապետյանի եղբոր որդու Նարեկի կողմից ստեղծված նոր կուսակցությանը, նրա անվանմանը եւ այդ անվանման նմանությանը, որը ներկայում ներկայացված է խորհրդանում որպես ընդդիմադիր ուժ։ Նույն Նարեկ Կարապետյանը խորհուրդ էր տալիս իբրև սկսնակ քաղաքական գործիչ, նաև հանձ ներառել այն դերը, որ խորհուրդ տալով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին չմասնակցել այս ընտրություններին եւ իրենց զիջել իրեն եւ իր թիմին։ Կարծում եմ այստեղ եւս մեծ հաշվով ոչ զարմանալու բան կա, ոչ նոր ասելիք կա։ Պատգամավորն արձագանքեց նաեւ Նարեկ Կարապետյանի վերջերս արած հայտարարություններից մեկին, ըստ որի իրենց վարչապետի թեկնածուն պատրաստ է աշխատել կամ ծառայել ժողովրդին 1 դրամով։ Շատ իսկապես բնական տրամաբանական հարց է առաջ գալիս, ինչի դիմաց է իրենց կամ ինչ առաջարկների առաջարկի, ենթադրում շատ գայթակղիչ առաջարկի դիմաց իրենց թեկնածուն պիտի հրաժարվի աշխատավարձից եւ պիտի 1 դրամով ծառայի Հայաստանի Հանրապետության։ Ջուլիետա Ազարյանը խոսեց նաեւ Գարեգին II-ի կողմից եպիսկոպոսած ժողովը արտերկրում անցկացնելու որոշման մասին։ Վերջինիս խոսքով Կտրիչ Ներսիսյանի այդ որոշումը առաջին հերթին պայմանավորված է հոգեվորականների կողմից վստահության կորստով։ Ըստ Ազարյանի նա փորձում է վերջին ճիգերը գործադրել կաթողիկոսի գահը ամեն գնով պահպանելու համար։ Պատգամավորը համոզված է, որ Կտրիչ Ներսիսյանի ջանքերն ապարդյուն են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների նախաձեռնած հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ծրագիրն անպայման իրականացվելու է։ 1 ամիս առաջ, երբ նա պիտի գումարեր կրկին եկեղեցական ժողով, այսպես ասած, քվորում չկարողացավ ապահովել։ Սա ինչի մասին է խոսում, սա իր հանդեպ ունեցած անվստահության մասին է խոսում, այսպիսի նախադեպ, սա իսկապես նախադեպ է, երբ կաթողիկոսը կարող է, այս դեպքում Կտրիչ Ներսիսյանը կարող է հրավիրել ժողով եւ քվորում չապահովել, բավարար չափով բարձրաստիճան հոգեվորականներ չհավաքվեն այդ ժողովին եւ ըստ էության ժողովը տեղի չէր ունեցել։ Եվ բնականաբար Կտրիչը պիտի գերադասի Հայաստանի Հանրապետությունից դուրս անցկացնի իր հավաքը, այսպես կոչված, որտեղ ենթադրում եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս կգտնի ավելի գուցեև մեծ թվով համախոհներ, ովքեր կմիանան իր ժողովին հրավիրած, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքը անելիք չունի։ ԿՊ պատգամավորն անդրադարձ կատարեց նաև ռուսական փափուկ ուժի առկայությանն ու Ռուսաստանի քայլերին տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, ընդգծելով, թե ճիշտ է գուցե խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական ազդեցության ակտիվությունը նկատելի է Հայաստանում, բայց այն կար նաև մինչև այս։ Ազարյանը վստահեցրեց Հայաստանը պատրաստ է դիմակայել հիբրիդային պատերազմին եւ թույլ չի տալու միջամտել իր ներքին գործերին։